Ուրեմն գտնվում ենք Lidl խանութում, ֆրանսիական ապրանքատեսականի մթերք, մի քանի հիգիենայի պարագաներ, թանկացումներ։ Հիմա միասին կնայենք, թե որքան արժե այս մեկ շարյոն մթերքը Ֆրանսիայում։ Étage 3. Ահա գնումները, որոնք հենց նոր միասին կատարեցինք Lidl խանութից, հատուկ էի ընտրել Lidl խանութը, որտեղ այդքան էլ թանկ խանութ չէ, միջին վիճակագրական խանութ է։ Այս սեղանի վրա ինչ որ տեսնում եք դրված է, առանց մսեղենի, մսեղենն էլ առանձին ցույց կտամ, այս ամենի համար վճարել ենք 124 եվրո։ Ուրեմն ինչ ունենք այստեղ, կալկաթուղթ, սլայոնի խմոր, կրուասան, ձուկ, հաց, պիցաների տեսականի, բարիստա կաթ, սովորական կաթ, ձմերուկ, մաղոլ, կեղաս, շաքարավազ, հյութեր, այսպիսի փոքրիկ մրգային հյութեր, նաև միղծիլով հյութ, կարմիր պղպեղ, պահածոյացված սունկեր, մի քանի տեսակի կտրտած եւ ամբողջական, զեյթուններ, սև ու կանաչ կարմիր պղպեղով, 2 գարեջուր, այստեղ հիգիենայի պրոդուկտներից շամպույն 1 լիտր Head and Shoulders, խնձորի հակաթեփային, ունենք այստեղ թաց անձեռոցիկ, ականջի չոփեր եւ օճառներ եւ սպունգներ, ինչպես նաեւ վերցրել էի նաեւ միջադիրներ, որը ցույց չեմ տա, եւ անցնենք, ինչին անցնենք, բանջարեղենին դիպած, 2 անձիվ, տանձ, բանանը ուր է, այստեղ է բանանը, կեղասը դե ասեցի, 2 չեյրի լոլիկ, ավոկադո բանջարեղեններից, անձիվները ասեցի, դե կարտոֆիլը տեսակ, պղպեղը, հա դեղցը ցույց չտվեցի, սա լազանյայի համար նախատեսված լիստեր են, գնել եմ 2 ոսպի տեսակ, կանաչ եւ կարալի գույնի, աղեր, խոշոր աղ, աղաջրի համար պանիրի եւ մանր սեղանի աղ, այստեղ յոգուրտ, շոկոլադ է, սուրճերը լուծվող սուրճ, սա շատ եմ սիրում, եւ կապուչինո, բարիստի կաթով լավ է ստացվում կապուչինոն, այս կաթը մի քանի անգամ ավելի է փրփուրը բարձրանում։ Կարծում եմ բոլորը ցույց տվեցի, հիմա ցույց կտամ նաեւ այս պայուսակը, որտեղ արդեն սառնարանային խիստ պահպանման պայմաններով մթերքներն են, հատուկ պայուսակի մեջ եմ դրել, սա առանձին ենք վճարել, հիմա ցույց կտամ։ Ուրեմն այսքանի համար 124 եվրո, պայուսակի համար 43 եվրո, հիմա սրանք էլ դատարկեմ, տեսեք։ Դե սա էլ արդեն մնացած մասն է, 2 նր երշիկ, հավի վիչինա եւ հավի կրծքամիս, հավի բուտիկներ, ստեյք, կրաբի պալոչկաներ, թթվասեր եւ 3 զեղչված յոգուրտ, ելակով պաղպաղակ եւ կարագ։ Այս մասն էլ արդեն կազմեց, արդեն ասեցի, 43 եվրո եւ ընդհանուր առմամբ մոտավոր 160 եվրոյի գնումներ, թանկացել է, իսկապես թանկացել է ֆրանսիական ապրանքների գինը եւ կարծում եմ ամբողջ աշխարհում է թանկացումներ տիրում, պլյուս այս ամենին 4 բլոկ ջուր, 2 լիտրանոց ու այս ծաղիկները, գերբերաներ, որը կտնկեմ պատշգամբում եւ նաեւ այս 2 փունջը, որոնցով կպատրաստեմ կոմպոզիցիա, վարդեր եւ էլի փոքրիկ ինչ-որ խրիզանտեմներ են, գեղեցիկ կոմպոզիցիա կստացվի եւ այս խանութը ամենաբյուջետային խանութներին է պատկանում, բյուջետային դասի խանութներին, այսպիսին են գները այսօր Ֆրանսիայում։ Եվ այս ամենը ընդամենը մեկ շաբաթվա համար նախատեսված գնումներ են, յուրաքանչյուր ֆրանսիացի կամ Ֆրանսիայում ապրող բնակիչ մոտավոր
միջին վիճակագրական տվյալներով, ահա այսպիսի գնումներ է կատարում մեկ շաբաթվա համար։ Ամեն ինչը այս պատերազմական շրջանում անդրադառնում է բոլորի վրա, երկրագնդի վրա ապրող յուրաքանչյուր մարդու վրա։ Բոլորը տուժում են, քանի որ գները բարձրանում են ու երբևիցե չեն իջնում։ Ահա այսպիսին է կյանքը, սելավիկ, ասեց ֆրանսիացին, ինչ արած։ Այնուհանդերձ չենք դժգոհում, մաղթում եմ ձեզ օրվա լավ շարունակություն և ուրախ ավարտ։